Պատրաստում ենք այսպիսի կարմիր, խրթխրթան և անչափ համեղ կաղամբի թթու։ Անհրաժեշտ է 2 միջին չափի կարմիր բազուկ, որը պետք է բաժանենք ոչ շատ խոշոր ձողիկների։ Անհրաժեշտ է նաև 4 հատ միջին չափի գազար, այն նույնպես պետք է բաժանել միջին չափի խորանարդիկների։ Անհրաժեշտ է նաև սխտոր 3 մեծ գլուխ, և այն նույնպես բաժանում ենք մասերի։ Վերցնում ենք 1 մեծ գլուխ կաղամբ, կաղամբը կիսում ենք 2 մասի և հեռացնում պոչի կոպիտ մասերը։ Որից հետո կաղամբը այնպիսի մասերի ենք բաժանում, որ հարմար լինի մատուցելը։ Ես միանգամից այսպես եմ մանրացնում, որպեսզի թթվելուց հետո կարիք չլինի կտրելու։ Այս տարբերակով կտրելը հարմար է մատուցման համար։ Թթուն հավաքելու համար անհրաժեշտ է նաև հատիկավոր պղպեղ, դափնուտերև և սամիթի ճյուղեր։ Եվ սկսում ենք հավաքել թթուն։ Նախ տարայի հատակին լցնում ենք հատիկավոր պղպեղը, դափնու տերևը, սխտորը, սամիթի ճյուղերը, կտրատած գազարը և բազուկը։ Այնուհետև դասավորում ենք կտրատած կաղամբները։ Կաղամբի շերտը դասավորելուց հետո կրկին ավելացնում ենք գազար, բազուկ, սխտոր, հատիկավոր պղպեղ, դափնու տերև, սամիթի ճյուղերը և այդպես շարունակ, մինչ վերջանա մեր բաղադրիչները։ Այսպես շերտ-շերտ դասավորում ենք թթվի բոլոր բաղադրիչները։ Որից հետո պատրաստում ենք աղաջուրը, որի համար մեզ անհրաժեշտ է 1 լիտր ջուր, 3 ճաշի գդալ խոշոր աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ և 2 ճաշի գդալ խնձորի քացախ։ Խառնում ենք այնքան, մինչ աղը ամբողջությամբ լուծվի։ Եվ լցնում ենք մեր բաղադրիչների վրա։ 5 լիտրանոց տարայի համար ինձ անհրաժեշտ եղավ 2 լիտր աղաջուր։ Այնուհետև տարան դնելու ենք սկուտեղի վրա, քանի որ թթման պրոցեսի ժամանակ սկսում է ջուրը թափվել։ 3-ից 4 օր հետո արդեն կարելի է ուտել։ Որից հետո ես դնում եմ սառնարան, որպեսզի շատ չթթվի։ Եվ ստացվում է այսպիսի կարմիր, խրթխրթան և համեղ թթու։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։